Ում կողքին կանգնել, ում սուբսիդավորել, ում աջակցել եւ ինչպես գյուղատնտեսության ոլորտի խնդիրները վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է գյուղմթերքների արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվողների հետ։ Ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակելու համար նախ պետք է բոլոր ինչուների եւ ինչպեսների պատասխանները հստակեցնել։ Համատարած բոլորին աջակցելը ճիշտ է թե սխալ։ Վարչապետը հարցերի մի ամբողջ ցանկ ունի։ Ոնց պետք է կանգնենք։ Պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի բեռ վերցնողի, ինչ-որ նագրուսկա վերցնողի եւ այլն, այս բոլոր հարցերը, որպեսզի մենք ձեր հետ համատեղ ձևավորենք մեր ստրատեգիան։ Ջերմոցային տնտեսությունների մասին գյուղմթերքի արտահանում, ներմուծում եւ իրացում, փոխադրում, հարկային եւ մաքսային վարչարարություն խնդիրները շատ են, լուծումները միասին են փնտրում։ Գազի գինը արտոնյալ վիճակում լինելու է վերարտադրողների համար այնքան ժամանակ, անկախ նրանից թե մենք ինչ կարողություններ կունենանք, միջև իրանք ոտի կանգնեն։ Կարեն Կարապետյանը հստակեցնում է, պետք է հասկանալ, թե ինչպես օգնել արտադրողին մրցունակ լինել։ Դաշտը փակելով եւ նրան արտոնյալ վիճակում դնելով գուցե ավելի վատ վիճակում հայտնվեն։ Ինքը պետք է հասկանա, եթե մենք իրան փակում ենք այդ դաշտը մրցունակությունից, ինքը դրանով պրոստը հանգստանում է ու որևէ բան չի անում։ Մենք մրցակցությունից պահելու ենք ձեզ, որ դուք արտոնյալ վիճակում լինեք, չէ։ Բայց մենք ձեր հետ թուղթ ու գրիչով նստելու ենք խոսանք, ասենք, ի՞նչն է քեզ խանգարում, որ դու մրցունակ լինես։ Վերջ սոցիալիզմին ստեղծվելու է հիմնադրամ, որը կաջակցի բիզնեսին, բայց կաջակցեն նրան, որը շանս ունի մի օր ոտքի կանգնելու եւ ինքնուրույն առանց պետության սուբսիդավորման աշխատելու։ Ձեր բիզնեսը ոչ մեկ ձեր փոխարեն չի սարքելու։ Մեր երկիրը, մեր գյուղը ոչ մեկ մեր փոխարեն չի սարքելու։ Մեկը մեզ ձերի փող չի տալու։ Փող ենք տալու, փող ենք աշխատելու այն դեպքում, եթե տրամաբանություն կա։ Այմար դուք ինձանից չինովնիկ եք։ Վարչապետը խոսեց նաև սննդամթերքի անվտանգության եւ որակի մասին։ Այդ խնդրով է պայմանավորված սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխությունը։ Նոր պետից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել դաշտում։ Այդ շանտղություն կլինի, խալատ բան կլինի, որ մենք թույլ ենք տալի կամ հետ չենք հետևում, մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկը ով ինչ է ուտում։ Ֆերմերների հետ խորհրդակցությունը վարչապետը ամփոփել է։ Առաջարկությունների փաթեթ է ակնկալում բոլոր մասնակիցներից։ Անհրաժեշտ են հստակ բիզնես ծրագրեր։ Նելի Հարությունյան, ժամը լրատվական։